Երկար տարիներ մարզիչ լինելով ամենատպավորիչ դեպքը, նույնիսկ սենց ասած ամենահիշվող դեպքը։ Եղել են մարդիկ, ովքեր եկել են էլի ինչ որ խնդիրներով առողջական եւ մի որոշ ժամանակ հետո 1 տարի, 2 տարի բուժվելուց, մարզվելուց հետո սկսել են այնպիսի վարժություններ եւ այնպիսի քաշերով աշխատել, որ պրոֆեսիոնալ սպորտսմենների մակարդակի են ասել։ Եղել են մարդիկ, ովքեր ինսուլտ տարած մարդիկ են եղել, որոնք հիմնականում իշեմիկ ինսուլտ տարած մարդիկ, ովքեր վերականգնողական, ասենք, այդ ժամանակ եկել են իմ մոտ, վերականգնվել են եւ մի կարճ ժամանակ հետո այնպիսի արդյունք են ցույց տվել, որ մարդիկ չեն հավատացել, որ այս մարդը, ասենք, մի կողմը կախված, դեմքը կախված, մի կեսը ձեռքը ոտքը, ասենք, քաշտալով մտել են սպորտզալ։ Եվ իհարկե այդ նորից մեջ բերեմ այդ աղջիկա ռեկորդ է, կարելի է ռեկորդ ասել, որ կոնկրետ բուժումից հետո, մարզվելուց հետո 1 տարի հետո 100 կիլոգրամով շտանգայով կքանից տարեց եւ դա շատ ուժեղ է, շատ ուժեղ է, էլի։ Հիշեք, սահմանափակումներ չկան, կարևորը ամեն ինչ ճիշտ անեք բոլոր վարժությունները, որպեսզի ձեզ չվնասեք եւ այդ հարցում իհարկե ոնց հասկացաք ձեզ կօգնի Արմենը, որովհետեւ ինքնուրույն անելու դեպքում դուք կարող եք ձեզ վնասել անվերադարձ, մտածելով, որ որոշեցիք սպորտով զբաղվել եւ ավելի վատ եղավ, քան մինչեւ այդ որ սպորտով չէիք զբաղվել երբևէ, քանի որ սպորտը շատ լուրջ գիտություն է։ Այո, դա գիտություն է։ Եվ մարդիկ, ովքեր չունեն գիտելիքներ, կարող են իրենց լուրջ վնասել եւ անվերադարձ։ Կանոնավոր սպորտը ինչ առողջական խնդիրներից է ազատում մարդուն։ Նախ ես ասեմ, որ պրոֆեսիոնալ սպորտը դա այլ բան է, իսկ սիրողական սպորտը զբաղվելը այլ բան է։ Մարդը պետք է առաջինը կենսակերպը փոխի։ Այսօրվա մեր կենսակերպում մենք շատ խնդիրներին, ասենք, սխալ լուծումներ ենք տալի, սխալ մարզվում ենք, սխալ սնվում ենք, ժամանակին ջուր չենք խմում, չենք քնում, բայց կենսակերպը փոխելով եւ գրագետ մարզվելով մարդիկ կարող են կանխարգելել եւ տարիներով չիմանալ բժիշկի դուրը ինչ, այսպես ասեմ, էլի, որովհետեւ սնունդը դա այնա ինչ մենք ուտում ենք եւ մեր օրգանիզմը ոնց է աշխատում։ Այսինքն, եթե մենք կերանք fast food, օգտագործեցինք ալկոհոլ, ծխեցինք, էներգետիկներ օգտագործեցինք, մենք չենք կարող լավ առողջություն ունենանք։ Այսինքն, մարդը պետք է նաեւ գրագետ սնվի, գրագետ մարզվի, ժամանակին քնի եւ ամեն ինչ գերազանց կլինի։ Թե արտաքին տեսքը, թե առողջությունը, թե կյանքի որակը եւ կյանքի տևողությունը։